Մենք բոլորս խոսում ենք զբոսաշրջության մասին ու ենթակառուցվածքների զարգացման մասին։ Պարոն Մինասյան, դուք տեղյակ եք Գյումրիում հյուրանոցային քանի համար կա, հյուրատնային քանի համար կա, քնելու քանի տեղ կա, մահճակալային քանի տեղ կա, ռեստորաններում քանի նստելու տեղ կա։ Ինձ հետաքրքիր է, դուք ունեք այդ տեղեկատվությունը, տիրապետում եք այդ տեղեկատվությանը, թե չէ։ Հիմա պատասխանեմ։ Հիմա 4 րոպե ունենք քննարկման։ Զբոսաշրջային պիկի ժամանակ բոլորս տեղյակ ենք, որ ձեր նշած հյուրանոցները, հյուրատները բավարար քանակի չեն։ Դրա համար մենք ստեղծելու ենք Գյումրիում համերաշխ մթնոլորտ, ներդրումային լավ միջավայր, որովհետեւ մեր ներդրողները հստակ գիտակցեն, որ իրենց գումարները ներդնելով Գյումրիում ապահովված են լինելու բյուրոկրատական քաշքշուկներից, փայ մտնելուց, փաստաթղթային արագ մի վարյան, դուք որ խոսում եք, ես չեմ ընդդեմ, չի կարելի անընդհատ եք անում, որը մենք չենք ուզում կասկածենք ձեր հայտարարությունները։ Ես այստեղ հարցաքննության չեմ եկել, որ դուք օպենբեգերից մեկ փայ մտնելու դեպք կասեք։ Գնա հայտարարություն տուր կամ կպատասխանեմ քննիչների մոտ։ Իմի ես չգիտեմ, դու պրոդյուսեր ես։ Գեր փայ մտնելու դեպք ասամ ես։ Համայնքի ղեկավարի տեխնացու ես, գոհադան ես, փաստաբան ես, թե դատախազ։ Փայ մտնելու դեպք ասամ ես։ Գնացեք հայտարարություն տվեք, ես համապատասխան դեպքը կասեմ, հայտարարությունները դուք եք անում, բոլորը գիտեն, տեղյակ են, Էլուրի շեկյատ չգիտես փայ մտնելու մեկ դեպք ասեք։ Հերիք եք, գյումրեցիներին հետաքրքիր է ու զարգացման տեսլականը։ Գյումրեցին այսօր հույսը կապում է։ Փայ մտնել, պարոն Ղազարյան, այս ծրագրերի հետ ոչ թե ձեր անիմաստ հայտարարություն է անում։ Ձեր խոսքի հիման վրա թող հաղորդում տվեք, թող գործ հարուցեն, ես մենք հողագան կերտած, մենք գործ կուտած չեմ հասկանում։ Գողանստե համայնքի ղեկավարի տեխնացու դատախազության քննիչ ես, թե ավագանու հարցերը հասկացան։ Ավենի բեմ չէ։ Գնա հայտարարություն տուր, կկանչեն, դու ես որ քսես հացակցության Պարոն մի րոպե, հարգում ենք մնացածին։ Պարոն Մինասյան, կասեք 1.5 միլիարդ դրամ է տրամադրվել Շիրակացի փողոցը վերանորոգելու համար։ 2022 թվականից սկսած մի քանի անգամ նախկին իշխանությունը Գյումրի դիմել է դրա համար, գումար չի տրամադրվել, չի հատկացվել ու գումարը տրամադրվեց հենց այն ժամանակ, երբ ընտրություններ են ու դուք իրենց առաջի համարն եք։ Կասեք ինչպես է լինում այդ հրաշքը։ 1 րոպե։ Տեսեք, իրավապաշտպան մի հատ, որ այդ մասով ասի, դա կոռուպցիա է, թե չէ, դա այդ ինչ էր, ինչ որ մեզի տադում, ընդրակաշարքի, թող պարոն Մինասյանը շատ պարոն Գրիգորյան, դուք նույնպես կարող եք դիմել իրավապաշտպաններին, եթե այդտեղ դե դուք եք կոչ անում, դուք կոչ Պարոն Մինասյան, պատասխանեք պարոն Մխիթարյանի հարցին։ Ուրեմն դիմելու արդյունքին այսօր մերոնք գիտեն դատվելու են, թե բերտերում են, այդ էլ հարցը։ Ամեն ինչ լավ է լինելու, տեսեք, ուրեմն այդ փողոցը վերակառուցելու համար Գյումրու համայնքապետարանից ծախսվել էր 15 միլիոն դրամ եւ պատվիրվել էր նախագիծ, որպեսզի այդ նախագծի գումարները չփոշիանար, ես դիմել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, ներկայացրել եմ այդ 15 միլիոնանոց նախագիծը եւ ասել եմ մեր գյումրեցու բոլորիս վճարած գումարները ափսոս են, ժամկետը կլրանա, հետեւապես առ ոչինչ կլինի նախագիծը։ Խնդրում ենք, որպեսզի այդ նախագիծը կառավարության հրատապ ծրագրերով իրականանա։ Հիմա Գյումրեցու համար ինչ տարբերություն, ո՞նց է սարքվում իրանց փողոցները։ Գյումրեցու համար միանշանակ, պարոն Մինասյան, Գյումրեցու համար միանշանակ, ճիշտ եք ասում, ընդհանրապես դե ես գնահատում եմ սա որպես քարոզչությանը միջամտություն եւ ընտրակաշարք, բայց Գյումրեցու համար ճիշտ եք ասում, տարբերություն չկա, որովհետեւ այո, ով էլ լինի քաղաքապետ, մրցույթը արդեն հայտարարված է, այդ ճանապարհը սարքվելու է։ Ինչի հենց ընտրությունների ընթացքում դա տեղի ունեցավ, այլ ոչ թե երբ որ դուք նշանակվեցիք պաշտոնակատար։ Ինչի դա տեղի ունեցավ հենց քարոզչության ժամանակ։ Շնորհակալություն։ Պատասխանում եմ երկրորդ անգամ, քանի որ նախինում
գումար է ծախսվել իմ պարոն Լևոն Բարսեղյանի մնացած գյումրեցիների կողմից վճարված հարկերից եւ տուրքերից 15 միլիոն ոչ 3 տարի առաջ չէ 1 տարի առաջ կազմվել է 15 ես քեզ չեմ ընտադում խնդրում եմ ձեզ պարոն Մինասյան ձեզ մի կընտադեք ինձ ուղուց ոչ ոք չի կարող շեղել հունից գումարները գյումրեցու վճարած գումարները չփոշիանալու պատճառով ժամկետների մեջ մնալու պատճառով գրավոր դիմել եմ եւ կարծում եմ սա գյումրեցիների համար ավելի կարեւոր է որ իրենց փողոցները վերակառուցում են թե ով է կա վերակառուցում երբ է վերակառուցում ինչից հետո է վերակառուցում հա դիմեք համապատասխան մարմիններին իհարկե ոչ ես որպես Գյումրու ղեկավարի պաշտոնակատար դա իմ պարտականությունն է եղել հետևել Գյումրու բյուջեին որովհետեւ պաշտոնակատար չէ բավականու տեխնացու այդ ժամանակ եմ ես դիմել շատ լավ երբ որ եղել եմ պաշտոնակատար այդ ժամանակ եմ գրավոր Պարոն Ռուբեն Մեխիտարյան, դուք ասեցիք, որ Հայատ Music Hall-ը պատկանում է ձեզ։ Հա դուք իրոք է, դուք ձեր հարցն եք տալիս։ Այո։ Խնդրեմ, պարոն Մեխիտարյանին։ Ես նման բան չեմ ասում։ Հարցը մինչև Ամենայդեպս պարոն Մեխիտարյան, հարցը մինչև լսենք հետո, խնդրեմ հարցը։ Լավ, գյումրեցիները գիտեն, որ ձեր եւ ձեր ավագանու անդամներից մեկի ՍՊ-ի անունով գրանցված է, վերջը ձերն է, բոլորս գիտենք։ Հայատ անունը կպծրած է տվյալ օբյեկտի վրա եւ ես ձեզ ուղիղ հարցնում եմ, արդյոք դուք պատրաստ եք, տեսեք, դուք առաջադրվել եք որպես Գյումրու համայնքի ղեկավարի տեխնազու, բայց ձեր նշած այդ music hall-ը Գյումրու համայնքապետարանի բյուջե չի վճարում աղբահանության վճար, ես պաշտոնական հարցումներ եմ արել, չի վճարում այդ թուրքերեն բարի գովազդի համար վճար։ Պատրաստվում եք ամսի 30-ից հետո որպես իրավախախտ քաղաքացի տուգանվել եւ սկսել Գյումրի համայնքի բյուջեում գումարներ վճարել, որ մեր երեխաները ցեխոտ փողոցներով չքայլեն։ Եղավ Հայատ Music Hall-ը ինչ չի պատկանում, դուք ստում եք, Հայատ Music Hall-ը պատկանում է իմ ընկերներին մեկ, երկրորդը, բա դուք ինչով եք զբաղված, որ իրենք աղբահանության վարձերը չեն մուծում։ Ձեր գերատեսչությունները ինչով են, մենք տեսնում ենք դուք ինչով եք զբաղված։ Դուք կոմունալ բաժնի պետից պարտականություններն եք կատարում, նկարում TikTok-ում գցում եք։ Եթե կա խնդիր իմ ընկերների հետ կապված, տուգանեք, ինչի չեք տուգանում, 3 ամիս է դուք եք ժամանակավոր պաշտոնակատարը, զբաղվեք բուն ձեր պարտականություններով, դա մեկ։ Երկրորդը մարտի 30-ից հետո անձամբ հետևելու եմ, որ իմ բոլոր ընկերները, եթե ունեն խախտումներ, առաջինը իրենք անեն բոլոր վճարումները, որովհետև դուք վստահաբար դրանով էլ չեք կարողանալու զբաղվել։ Ռեպլիկ Ուրեմն վստահ եղեք, այդ տուգանելու process-ը կլինի համապատասխան մարմնի կողմից, դուք նույնիսկ չեք տիրապետում թիմ օրենքներին, այդ գովազդի անօրինական փակցնելու համար տուգանվելու եք մարզպետարանի կողմից, ոչ թե համայնքապետարանի կողմից, ուրեմն հասկացեք, ուրեմն ուսումնասիրեք թիմ օրենքները, վճարեք Գյումրու համայնքապետարանին, էլի դուք մտակ ձեր կավեենի ոճի մեջ, սա ձեր համար, գյումրեցիները կավեեն չեն նայում, գյումրեցիները ուզում են իրենց դուրսը կավեն, լուրջ մարդկանց հետ, ոչ թե շոումենների, եղավ։ Մեկ այդ մյուսի կերպանը պլան եք քծում, որ իրար շոուների ժամանակը անցել է, շոուների ժամանակը անցել է, Պարոն Մինասյան, ժամանակը անցել է, Պարոն Մինասյան, Պարոն Մինասյան, Պարոն Մինասյան, վերջ, շնորհակալություն պարոն այք, հարց ու պատասխաննել ավարտեցինք, ասեք, հա այն որ, լավ եթե բոլորը համաձայն են խնդրեմ,